Գեղարքունիքի մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը եւ համայնքին վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 217 հազար դրամ։ Քրեական վարույթներով, ինչպես նաեւ դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը համայնքին, պետական եւ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 8 միլիոն 799 հազար դրամ։ Մասնավորապես Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցադիմումների քննության շրջանակներում Ճամբարակ համայնքին են վերադարձվել դպրաբակ բնակավայրում գտնվող 1.3 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը եւ Թթու ջուր բնակավայրում գտնվող 2.1 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը։ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից 2026 թվականի առաջին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 23 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով 3 քրեական վարույթ։ Ռուսաստանում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի եւ գազավորված ըմպելիքների վաճառքը։ Սահմանափակումները կիրառել է հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը Ռոսպոդրեբնաձորի հանձնարարականով։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է արտադրանքին ներկայացվող պահանջների խախտման պատճառով։ Ներկայումս Ռոսպոդրեբնաձորի նշած խմբաքանակների իրացումն արգելված է մանրածախ եւ առցանց վաճառքի համար, մինչեւ անհրաժեշտ ստուգումների ավարտը։ Մանրամասնել են կենտրոնից։ Ռուսաստանը մայիսի վերջից պարբերաբար սահմանափակումներ է կիրառում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների նկատմամբ։ Ծաղիկներ, հանքային ջուր, ալկոհոլային արտադրանք, բանջարեղեն, միրգ, ձկնամթերք, կաթնամթերք եւ այլ ապրանքատեսակներ։ Ռուսական կողմն այդ որոշումները բացատրում է բուսասանիտարական պահանջների խախտումներով։ 2026 թվականի հունվար-մայիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7.86 միլիարդ դոլար, ինչը 2025 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 4.9 միլիոն դոլարով կամ 0.6%-ով։ Հայաստանի Հանրապետության խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2.195 միլիոն դոլար։ 2025 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 20.51%-ով կամ 566.8 միլիոն դոլարով։ Երկրորդ տեղում Չինաստանն է 1.177 միլիոն դոլար, աճ 23.9%։ Եռյակը եզրափակում է Իրանը 306.1 միլիոն դոլար, աճ 9.71%։